Ողջույն բոլորին, այսօր կներկայացնեմ, թե ինչպիսի կանխատեսում է սպասվում 2026 թվականին բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են առնետի տարում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են 1936, 1948, 1960, 72, 84, 96, 2008 և 2020 թվականներին։ Միասին կհասկանանք, թե ինչպիսին կլինի ընդհանրապես 2026 թվականը առնետի տարում ծնվածների համար, ինչպիսին կլինեն ֆինանսները, կարիերան, հարաբերությունները և իհարկե առողջությունը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են միացել իմ ալիքին և առաջին անգամ են դիտում այս վիդեոն, ասեմ, մի փոքր ծանոթություն, ես Արմենն եմ, հանդիսանում եմ չինական մետաֆիզիկայի և թվագիտության սերտիֆիկացված մաստեր, հանդիսանում եմ մենթոր, անձնային աճի մարզիչ, բիզնես խորհրդատու և խոսնակ։ Կարճ ասած, օգտագործում եմ չինական մետաֆիզիկա, հնագույն գիտելիքները մետաֆիզիկայի և համապատասխանեցնում դրանք մեր նոր ժամանակներին և փորձում դրանով օգնել մարդկանց հասնել հաջողության իրենց կյանքում, և ձերբազատվել, այսպես ասած, ճգնաժամային իրավիճակներից։ Եթե դուք առաջին անգամ եք միացել իմ ալիքին, ապա լավ կլինի, որ անպայման սեղմեք բաժանորդագրման կոճակը, լայքեք այս վիդեոն և իհարկե կիսվեք ձեր մտերիմների հետ։ Դա կմոտիվացնի ինձ էլ ավելի շատ վիդեոներ նկարել, օգտակար վիդեոներ, որոնք բացառիկ են, քանի որ այն ինֆորմացիան, որ ես տալիս եմ այս հարթակում, դա բացառիկ ինֆորմացիա է, չկրկնվող և շատ արդյունավետ։ Հիմա, մինչև առաջ անցնելը, հիշեցնեմ, որ ըստ չինական օրացույցի նոր տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 4-ից, և հետևաբար էներգիաները տարվա փոխվում են ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 4-ից, և եթե դուք ծնվել եք մինչև փետրվարի 4-ը, ապա ձեր տարվա կենդանակերպը դա նախորդ տարվա կենդանակերպն է։ Ինչպես իմանալ այս ամենը և մի փոքր էլ ավելի խորանալ ձեր անհատական էներգիաների մեջ։ Այստեղ ձեզ կօգնի ձեր անհատական բազի քարտը։ Եթե ուզում եք կառուցել ձեր անհատական բազի քարտը, ապա սկանավորեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, ձախ կողմում ներկայացված, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, ծննդյան ժամը, եթե գիտեք լրացնում եք, եթե ոչ բաց եք թողնում, ընտրում եք կին, տղամարդ, տարբերակներից որևիցե մեկը և սեղմում հաշվել, որից հետո ձեզ մոտ կբացվի աջ կողմում ներկայացված նման աղյուսակ, աղյուսակի աջ կողմից սկսած, աջ կողմում դա տարվա սյունն է և կարմիրով նշված հատվածում երևում է ձեր ծննդյան կենդանակերպը։ Այնուհետև գալիս է ամսվա սյունը, նորից կենդանակերպ ունենք, օրվա սյունը և ժամի սյունը։ Հետևաբար, ինչ կարող ենք ենթադրել այստեղից, որ բացի մեկ կենդանակերպից, որը ձեր տարվա կենդանակերպն է, դուք ունեք ևս 3 կենդանակերպեր։ Սա բազին է, սա հնագույն չինական մետաֆիզիկայի ուղղություններից է, որը օգնում է որոշել, հասկանալ մարդու էներգիաները, հասկանալ նրա դրական բացասական կողմերը և խորը վերլուծություններ կատարել։ Սա շատ կարևոր է և բազին ունի ավելի քան 3000-ից ավել տարվա պատմություն, հստակ չգիտենք տարիքը, բայց ամեն դեպքում շատ հին է, հազարամյակների ընթացքում օգտագործված, բազմիցս ապացուցած իր արդյունավետությունը և ներկայումս ես օգտագործում եմ այս համակարգը ևս իմ վերլուծությունները կատարելու համար։ Հիմա, եկեք անցնենք առաջ ու եկեք հասկանանք, թե առնետի տարում ծնվածների համար ինչ դրական աստղեր, ինչ դրական էներգիաներ ունենք 2026 թվականի ընթացքում։ Սա շատ կարևոր է, որովհետև աստղերի, էներգիաների իմացությունը, դրական և բացասական, թույլ կտա մեզ կառուցել որոշակի ստրատեգիա, ռազմավարություն տարին լավագույնս դարձնելու համար։ Հիմա, ունենք ամսվա դատարկություն, այդպես է կոչվում, իդեպ, ովքեր առաջին անգամ են միացել իմ YouTube-յան ալիքին, անվանումները մի փոքր կարող են տարօրինակ թվալ, սրանք ուղղակի թարգմանությունն են չինարենից, ուստի մի փոքր հնարավոր է տարօրինակ անվանումներ լինեն, բայց դա ձեզ թող չվախեցնի։ Հիմա, ունենք ամսվա դատարկություն։
Ամսվա դատարկությունը դա այն էներգիան է, որը հնարավորություն է տալիս մեզ բոլորիս, ուրեմն դառնալ մարդ, ով որ կկարողանա լուծել խնդիրները։ Դուք դառնում եք խնդիր լուծող, այսպես ասած, տարվա ընթացքում։ Բացի դա, սա մի էներգիա է, որը ուժեղացնում է կապը տիեզերքի հետ։ Եվ շատ կարևոր է, որ 2026 թվականի ընթացքում դուք մի փոքր ավելի խորանաք դեպի ինքներդ ձեզ, փորձեք հասկանալ էներգիաների կարևորությունը, դրանց նշանակությունը մարդու կյանքում եւ սկսեք կատարել որոշակի մեդիտացիաներ, որոշակի մանիֆեստացիաներ, փորձեք խորանալ այդ ուղղությամբ, սա իմ խորհուրդն է ձեզ, որովհետև կապը տիեզերքի հետ ավելի ուժեղ է, կարող եք ուղղակի աղոթել, կարող եք հոգևոր գրականության մեջ խորանալ, բայց ցանկացած հարցի լուծում դուք կարող եք ավելի արագացնել, եթե կապը պահեք տիեզերքի հետ։ Տարբեր ձևեր կան ներկայումս կապը պահելու, չինական մետաֆիզիկան ունի իր ուրույն տարբերակը եւ այդ բոլոր մանրամասները իհարկե դուք կարող եք իմանալ դիմելով անհատական խորհրդատվության, որի ընթացքում ես մանրամասն տալիս եմ ինֆորմացիա, թե ինչպես օգտագործել անձնային էներգիաները, հատկապես եթե դուք առնետի տարում եք ծնվել, սա շատ կարևոր է իմանալ, շատ-շատ կարևոր է։ Մյուսը դա խորհրդատուն է։ Խորհրդատու, ուրեմն աստղի առկայությունը դրական է, աստղը ինքը դրական է, էներգիան դրական է եւ խորհրդատուն դա վերաբերվում է հենց բառը հուշում է, հա, այսինքն խորհրդատու լինելը եւ ինչպես լինել խորհրդատու, այնպես էլ դուք հնարավորություն կունենաք ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ խորհուրդներ կտան։ Սա շատ կարևոր է, դա նաև օգնություն է համարվում։ Մյուսը դա երկնային հաջողությունն է։ Երկնային հաջողությունը եւս էներգիա է, աստղ է, որը ակտիվացնում է, ուժեղացնում է ձեր կապը տիեզերքի հետ եւ սա եւս մեկ հուշում է, որ դուք պետք է մի փոքր ավելի էներգետիկ առումով ձեր վիբրացիոն թրթիռները, հա, էներգետիկ թրթիռները պետք է բարձրացնեք, փորձեք ավելի ուրեմն ուժեղացնել ձեր կապը տիեզերքի հետ։ Նորից ասեմ, որ սա հնարավոր է ուրեմն կատարել այս ամեն ինչը օգտագործելով չինական մետաֆիզիկան։ Հիշեցնեմ, որ ուրեմն այս տարի 2026 թվականը, որը հրեղենձիու տարին է, այս չինական օրացույցի համարվում է բախման տարի բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են առնետի տարում։ Ինչու՞։ Որովհետև այս չինական բազիի առնետը եւ ձին գտնվում են հակադիր բևեռներում, առնետը ջրի էլեմենտ է, ձին կրակի էլեմենտ է, կրակն ու ջուրը միշտ բախման մեջ են, հա։ Ու սրա պատճառով բոլոր նրանք, ովքեր ծնվել են առնետի տարում, տարին ձեզ համար կոչվում է բախման տարի եւ հենց այդպիսի աստղեր ունենք ձեր դաշտում 2026-ին, որը կոչվում է տարվա բախում։ Ընդհանրապես տարվա բախումը ինքը բերում է փոփոխություններ, հա, սա հուշում է փոփոխությունների մասին, սա հուշում է որոշակի խնդիրների եւ ոչ հարմոնիկ, ուրեմն ժամանակաշրջանի մասին։ Երբ որ նման ստրուկտուրա է առաջանում, էներգետիկ փոփոխություններ լինում են, բայց այդ փոփոխությունները դուք ինքներդ կարող եք նաև պլանավորել։ Ինչ է սա նշանակում, ինչի համար է սա տեղի ունենում։ Սա տեղի ունենում նրա համար, որ դուք ձեր կյանքում կատարեք որոշակի փոփոխություն, ընդհանուր առմամբ, հա, այսինքն ինչը որ մինչև հիմա դուք արել եք ինչ որ մի ձևով, ժամանակն է գնալ փոփոխության, որտեղ միայն փոփոխությունների միջոցով է տեղի ունենում անձի աճ, անձի զարգացում։ Եթե չկա փոփոխություն, անձը գնում է դեգրադացման, գնում է լճացման։ Հիմա 2026 թվականը ձեզ համար ուրեմն փոփոխության տարի է, եւ հենց այս տարի դուք պետք է գնաք փոփոխությունների։ Եթե դուք չգնաք փոփոխությունների, ապա տիեզերքը ինքը կպլանավորի ձեր համար փոփոխություն, որը կլինի մի փոքր ավելի ցավոտ, համեմատած նրան, երբ որ դուք կատարեք, երբ որ դուք նախաձեռնեք փոփոխություն։ Սա կարևոր է։ Մյուս ուրեմն աստղը, էներգիան, դա մեծագույն սպառողն է։ Մեծագույն սպառողը դա էներգիա է, որը բերում է ծախսեր, չնախատեսված ծախսեր, ինչպես նաև կորուստներ, հա, ֆինանսական կորուստներ։ Այստեղ պետք է ուշադիր լինել, որովհետև 2026 թվականի ընթացքում բոլոր տեսակի շահեկան ներդրումները, հա, մեծ գումարներ խոստացող ներդրումները կարող են ռիսկային լինել ձեզ համար։ Դուք պետք է շատ երկար վերլուծեք
նոր հետո որոշում կայացնեք, թե որտեղ է կատարում ներդրում, որտեղ այս էներգիան ինքը իրենից ենթադրում է մեծ սպառում։ Բացի այդ, տարին նոր է սկսել, 2026-ի ընդհանուր ֆինանսական պլանավորում լավ կլինի, որ դուք անեք եւ տարվա մեջ ըստ ամիսների արդեն իմանաք, թե որ ամսին օրինակ ինչ գնումներ եք անելու, որ ամսին ինչքան գումար եք ծախսելու, ինչքան եք տնտեսելու։ Ընդհանուր առմամբ տարին տնտեսման տարի է, բայց խելացի տնտեսման եւ ինչու՞ չէ կարող են տարվա կեսից հետո իհարկե լավ հնարավորություններ լինեն ներդրումներ կատարելու, բայց հիշեք, որ եւս դրան կարող են ունենալ թաքնված խնդիրներ, պետք է շատ մանրամասն ուսումնասիրեք։ Մյուսը խոչընդոտներ, ուրեմն աստղն է կամ էներգիան, որը խոսում է հենց խոչընդոտների մասին, բառը հուշում է, հա։ Կարող են որոշակի դժվարություններ առաջանան ձեր առաջընթացի զարգացման հետ կապված, դուք պետք է մի փոքր ավելի համբերատար գտնվեք այս տարի եւ փորձեք խուսափել կոնֆլիկտների գնալուց, որովհետեւ կոնֆլիկտները կարող են մի փոքր, այսպես ասած, նաև ճակատագրական լինել ձեզ համար տարվա ընթացքում, ուստի կոնֆլիկտներից մաքսիմալ պետք է խուսափենք։ Մյուսը դա բանտարկյալի ուրեմն աստղն է կամ էներգիան, որը ինքնին ենթադրում է ֆիզիկական կամ մտավոր մեկուսացում, հոգևոր մեկուսացում, երբ որ անձը գնում է մեկուսացման, երբ որ անձը ֆիզիկապես անջատում է իրեն սոցիումից կամ հոգևոր մտավոր կերպով փորձում է մեկուսանալ սոցիումից։ Սա մի երևույթ է, երբ որ անձը փակուղու մեջ է հայտնվում եւ փորձում է առանձնանալ եւ ինքնուրույն ինքը իր հետ, հա, իր մեջ որոշել ինչ որ որոշումներ կայացնել եւ դուրս գալ այդ իրավիճակից։ Իմ խորհուրդը հետեւյալն է՝ մի փորձեք ինքնուրույն որոշումներ ընդունել կամ մեկուսանալ։ Սա բացասական երևույթ է եւ եթե դու գնաք այս ուղղությամբ, ապա տարին կլինի շատ բացասական ձեզ համար։ Դուք պետք է մաքսիմալ փորձեք արագ շտկել խնդիրները, իհարկե օգտագործելով շրջապատում եղած հնարավորությունները։ Մյուսը դա երկնային տխրությունն է։ Երկնային տխրությունը դա էներգիա է, որը բերում է էմոցիոնալ անկայուն վիճակ։ Դուք կարող եք ամենափոքր խոսակցությունից, ամենափոքր ինչ-որ մի բանից բռնկվել ու գնալ կոնֆլիկտի, հա, բարձրաձայնել ձեր դժգոհությունը աշխատավայրում, շրջապատում եւ այլն, ընտանիքում, բայց մի փոքր անց դուք կհասկանաք, որ դա սխալ էր։ Ինչու է սա տեղի ունենում, որտեվ ընդհանուր տարին բախման տարի է եւ աստղերը այդքան էլ լավը չեն։ Դուք պետք է լինեք մաքսիմալ հավասարակշռված, փորձեք լինել հավասարակշռված եւ փորձեք տիրապետել ձեր էմոցիաները։ Սա շատ կարևոր է 2026 թվականի ընթացքում բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են առնետի տարում։ Ես հիշեցնեմ, որ 2026 թվականը լավագույնս դարձնելու համար, իսկ ավելի կոնկրետ կանխատեսելի դարձնելու համար եւ ճիշտ պլանավորում կատարելու համար ձեզ կօգնի չինական օթոնգ շոուրացույցը, որը առաջին անգամ տպվել է, կազմվել եւ տպվել է իմ կողմից սահմանափակ քանակությամբ եւ սա մի օրացույց է, սա պարզապես օրացույց չէ։ Սա 74 էջանոց բրոշուր է ուղեցույցներով, որի միջոցով դուք կարող եք հստակ իմանալ տարվա որ օրերը յուրաքանչյուր օր ինչ նշանակություն ունի, ինչ կարելի է տվյալ օրը անել, ինչ չի կարելի անել, նաև տրված են բանաձևեր, որոնց միջոցով դուք կարող եք ընտրել անհատական ձեր բարենպաստ օրը եւ իմանալ, թե որ օրերն են անբարենպաստ ձեզ համար։ Եթե կցանկանաք ձեռք բերել շտապեք մանրամասների համար, ուրեմն մեկնաբանություններում գրեք օրացույց բառը։ Նաև չմոռանաք լայքել այս վիդեոն եւ իհարկե բաժանորդագրվել, դա շատ կարեւոր է։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր բաժանորդագրությունը եւ լայքի կոճակ սեղմելը, ինչպես նաեւ եթե կիսվում եք ձեր մտերիմների հետ, դա նպաստում է էջի այս YouTube-յան ալիքի զարգացմանը, որը իմ համար շատ կարեւոր է, ուստի եթե դուք հավանել եք այս վիդեոն, այս ինֆորմացիան ձեր համար եղել է օգտակար, ապա կխնդրեմ, որ այս 3 գործողությունները անպայման կատարեք։ Հիմա եկեք անցնենք ֆինանսներին, հա, ինչպիսին կլինեն ֆինանսները։ Ընդհանրապես ֆինանսները, եթե ասեմ շատ լավ են լինելու, այդքան էլ ոչ, հա, եւ ֆինանսական առումով մենք մի փոքր պետք է զսպվածություն ձեռք բերենք,
2026-ին փորձենք ճիշտ պլանավորում անել, հատկապես ծախսերի մասերով, որտեղ մենք ունենք աստղ, որը խոստանում է մեզանից ստանել շատ գումարներ, ու մենք պետք է հստակ կատարենք պլանավորում, որտեղ են գումարները ներդնելու ամբողջ տարվա ընթացքում եւ ինչ չափաբաժիններով եւ ինչքանն ենք տնտեսելու։ Սա շատ կարեւոր է, սրան պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել։ Եթե խոսքը վերաբերվում է կարիերային, ուրեմն այստեղ շատ կարևոր է ռազմավարական պլանավորումը եւ կայուն նախապատրաստվածությունը, որը կձևավորեն ձեր հաջողության ուղին 2026-ի ընթացքում։ Ընդհանուր առմամբ տարվա առաջին կեսի ընթացքում մեծ փոփոխություններ մի սպասեք, բայց արդեն ամռան վերջին, աշնան սկզբին հնարավոր են որոշակի նոր հնարավորություններ գործնականում, որոնք կգան հանկարծակի։ Այս պարագայում դուք ուղղակի պետք է լինեք պատրաստ եւ մասնագիտորեն եւ էմոցիոնալ առումով եւ փորձեք վերցնել այդ հնարավորությունը։ Սա շատ կարեւոր է ու ուշադրությունը դարձրեք հենց ամռան վերջին եւ աշնան սկզբին։ Ինչ վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց կյանքում մտցնել մեծ փոփոխություններ շատ կարճ ժամանակում եւ հասնել հաջողության, օգտագործելով մետաֆիզիկական ակտիվացիաները։ Կա ծրագիր, կա նախագիծ, որը ես ստեղծել եմ 1 տարի առաջ, կոչվում է Մետահաջողություն։ Մետահաջողություն նախագիծը դա ամսական բաժանորդագրությունով է աշխատում եւ եթե դուք ել ուզում եք ձեր կյանքում ունենալ որոշակի փոփոխություններ, բացի այս նշվածներից, որոնք ուղղակի առաջնային են, ցանկացած տեսակի փոփոխություն կյանքում ունենալու համար, դա կլինի խնդրի լուծում, դա կլինի տեղափոխության, բնակարանի վաճառքի, նոր բնակարան գտնելու, ինչ-որ հարցեր լուծելու եւ ընդհանրապես ձեր կյանքում դրական փոփոխություններ ունենալու համար, եթե բիզնեսում եք, վաճառքներ չունեք, վաճառքները ավելացնելու, կամ աշխատանք եք ուզում գտնել, ցանկալի աշխատանք գտնելու համար եւ այլն, այստեղ կօգնեն ձեզ մետաֆիզիկական ակտիվացիաները, որոնք եւս ունեն հազարամյակների պատմություն եւ բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Մետահաջողություն նախագծին միանալու համար կարող եք ուղարկել մետա բառը մեկնաբանություններում, սա բացառիկ նախագիծ է իր տեսակով, չկա սրա նմանը եւ բացի այդ, այն ծրագիրը, որ մենք ունենք, այն ծրագիրը, որը աշխատացնում ենք, ամեն օր դուք ստանում եք ավտոմատ մետաֆիզիկական ակտիվացիաներ, լավագույն ակտիվացիաները, որոնք կատարելով գրանցում եք հիանալի արդյունքներ, փոփոխություններ դրական ձեր կյանքում։ Հիմա, ինչ վերաբերվում է հարաբերություններին, հարաբերություններում եւս տարին խոստանում է լինել համեմատած ավելի ստաբիլ, իհարկե բոլոր առնետներին խորհուրդ է տրվում, որ տարվա ընթացքում նրանք կտրուկ ուրեմն էմոցիոնալ բռնկումների չգնան, լինեն ավելի զսպված, իմանան երբ են խոսում, ինչ են ասում, ում մոտ են ասում, սա շատ կարևոր է, դա վերաբերվում է եւ գործնականին, եւ սոցիումում ձեր հարաբերություններին, ինչպես նաեւ ձեր երկրորդ կեսի հետ հարաբերությունների ընթացքում շատ կարևոր է, որ դուք ունենաք նման զսպվածություն։ Եթե նայենք ձեր առողջությունը պահանջում է որոշակի ուշադրություն հենց տարվա սկզբում, հենց հունվարից արդեն, փետրվարից դուք պետք է որոշակի ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, սա շատ կարևոր է, որովհետև հնարավոր է լինեն որոշակի մունր, այսպես ասած, խնդիրներ, որոնք կարող եք հենց սկզբից անմիջապես դրանք վերացնել։ Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում ուշադրություն դարձրեք ձեր մարսողության համակարգին։ Եթե դուք ունեք խնդիր մարսողության հետ կապված, ապա ես խորհուրդ կտամ, որ դուք անպայման դրան ուշադրություն դարձնեք եւ իհարկե ցանկալի է ամեն դեպքում անցնել դետոքսի կարճ ծրագիր։ Սա կարևոր է։ Մնացած առումով, եթե ունեք որոշակի ուրեմն քրոնիկ հիվանդություններ, ապա փորձեք դրանցով զբաղվել հենց հունվարից արդեն, հունվար-փետրվար ամիսներին, սա շատ կարևոր է ուշադրություն, հենց տարվա սկզբին ուշադրություն դարձնել առողջությանը։ Ես հիշեցնեմ, որ եթե դուք ցանկանում եք ավելի մանրամասն ինֆորմացիա իմանալ, թե ինչպիսին է 2026-ը ձեզ համար անհատապես, ինչ հնարավորություններ կան, ինչ խոչընդոտներ կան, ինչպես կարելի է
հաղթահարել այդ խոչընդոտները կամ շրջանցել եւ ինչպես օգտագործել հնարավորությունները, որոնք տարին ձեզ բերել է, անկախ նրանից դուք ծնվել եք առնետի տարում, շան տարում, խոզի տարում, թե ակաղի տարում, դա էական չի, ապա լավ կլինի դիմել անհատական խորհրդատվության մանրամասների համար կարող եք սկանավորել այս QR կոդը եւ ծանոթանալ բոլոր մանրամասներին անհատական խորհրդատվության հետ կապված։ Իդեպ ես հիշեցնեմ, որ դուք կարող եք մինչև անհատական խորհրդատվության դիմելը 15 րոպե ինձ հետ ունենալ ուրեմն կարճ զրույց, եթե չեք պատկերացնում, թե ինչ կտա ձեզ անհատական խորհրդատվությունը։ Կա նման հնարավորություն, կարող եք օգտվել այդ հնարավորությունից։ Եթե կլինեն հարցեր, գրեք մեկնաբանություններում, ես շատ ուրախանում եմ, երբ որ մեկնաբանություններում շատ հարցեր են գրում եւ իհարկե կոմենտներ տարբեր տեսակի, դա բավականին մոտիվացնում է, անպայման կիսվեք այս վիդեոյով ձեր մտերիմների հետ, չմոռանաք լայքել վիդեոն եւ